Բարև ձեզ, ես Նարեկ Մկրտչյանն եմ, Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջի ուսանող։ Հարգելի պարոն վարչապետ, ձեզ ցանկանում էի մի հարց ուղղել։ Հայաստանը ակտիվորեն զարգացնում է էներգետիկ ոլորտը։ Ինչ դեր կարող են ունենալ ինժեներական քոլեջի ուսանողները, օրինակ մեր քոլեջի, այս գործընթացում եւ ինչպես կարող է պետությունը աջակցել նման նախաձեռնություններին։ Ինչ լավ է, ես շատ կոնկրետ գործ ունեմ ձեզ հետ, հենց ձեր ասած հարցի վերաբերյալ։ Տեսեք ինչա տեղի ունեցել 2018 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունում։ Նու ճշգրիտ ամսաթվերը մի քիչ։ Դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում կա ատոմային էլեկտրակայան, որը մեր ամենահզոր էլեկտրաէներգիայի գործող ամենահզոր կենտրոնն է եւ իր կարողությունը 400 մեգավատ է։ 2018 թվից հետո վերջին տարիներին Հայաստանում ձևավորվել է 1200 մեգավատ արևային էլեկտրական էներգիայի արտադրության կարողություն, այսինքն 2.5 ատոմակայան։ Ստեղ բայց դա շատ լավ լուր է, բայց մենք ունենք մի խնդրեմ, եւ ոչ միայն մենք ունենք այդ խնդրեմը, արևային էներգետիկան այս խնդրեմն ունի, ինքը երբ արևկա կա, երբ արևկա չկա։ Եվ այսինքն սովորաբար, եթե այս եղանակը հաշվի չառնենք, ցերեկը կա, գիշերը չկա։ Եվ հիմա, որպեսզի ես օրինակ իմ քաղաքական գնահատականը այն է, որ այս տեխնոլոգիան Հայաստանի Հանրապետությանը տվել է բացառիկ շանս լինել էներգետիկ առումով անկախ պետություն, որովհետև մեր արևային կարողությունները, այնքան լսել եք, չէ, արևի երկիր Հայաստանը։ Սա հիմա մենք կարող ենք այս արևի երկիր Հայաստանը նախադասություն տրանսֆորմացնել էներգետիկ առումով անկախ Հայաստանը։ Այստեղ մեր խնդիրը հետևյալն է, բայց գիշերվա հարցը ոնց լուծել։ Եվ մեր ինժեներական միտքը պետք է այս ուղղությամբ աշխատի, իհարկե գիտեք, որ կուտակիչների, ակումուլյատորների տեխնոլոգիաները շատ արագ զարգանում են, կա նաև ուրիշ տեխնոլոգիա, որը էլի շատ հետաքրքիր է եւ որի շուրջ պետք է մտածել, դա այն է, որ ջուրը ցերեկը մղվում է դեպի ամբարտակ, այսինքն վերև, եւ գիշերը բաց է թողնվում եւ արտադրվում է հիդրոկայանի տրամաբանությամբ էլեկտրաէներգիա եւ ես ուղղակի ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել այս խնդրի վրա, բայց նաև ենթադրում եմ, որ էներգետիկ ոլորտում հիմա մենք շատ աշխատատեղեր են ստեղծում, որովհետև այսքան կարողությունների հետ չեն կարող չստեղծվել աշխատատեղեր, ես ուրախ եմ եւ քաջալերում եմ այդ ուղղությամբ գիտելիքը եւ կրթությունը զարգացնել եւ մտածել նաեւ թե ինչպես կարելի է լուծել այս հարցերը։ Ես գիտեմ, որ Հայաստանում հետազոտություններ արվում են լիթիումային կուտակիչների տեխնոլոգիաների վերաբերյալ եւ այլն եւ այսպես շարունակ, բայց նաեւ մենք ընդհանուր առմամբ մեր երկիրը եւ մեր էներգետիկ գիտելիքը կարծում եմ դեռ այս խնդիրները հասցեագրելու ուղղությամբ զարգանալու տեղ եւ պոտենցիալ ունի։ Շատ կարեւոր է, որ ինչ օրինակ ես համոզված եմ, որ մի X պահ ապագայում գալու է, հիմա օրինակ մեր էներգետիկ համակարգը ինքը աշխատում է էներգետիկ կարողությունների դիվերսիֆիկացիայի վրա, այսինքն հիդրո, ջերմա, միջուկային, արևային նաև եւ այլն։ Ես համոզված եմ ապագայում գալու է մի կետ, որ տեխնոլոգիան զարգանալու է այնքան, որ արևային էներգիա բավարար ունենալու պարագայում, կարողություններ, հզորություններ ունենալու պարագայում ուրիշ բան պետք չի լինելու։ Չնայած Հայաստանը հիդրոռեսուրսներ էլ ունի, հիդրոռեսուրսներն է կարող է օգտագործի, այսինքն ապագայում գալու է մի պահ, երբ որ Հայաստանը իր ներքին ռեսուրսներով կարողանա բավարարել իր էներգետիկ կարիքները, որովհետև միջալ այդ տեխնոլոգիան հիմա ուրիշ ուղղությամբ էլ է զարգանում, ֆոտովոլտային վահանակների արդյունավետությունն էլ է բարձրանում, չէ, որովհետև նույն չափի արևից ավելի շատ էլեկտրաէներգիա ստանալու խնդիրն է լուծվում, բայց ամենամեծ խնդիրը գիշերվա խնդիրը լուծելն է։ Իհարկե կարող է շատ մեծ խնդիր եմ դնում, բայց այդ ուղղությամբ կարծում եմ մեծ մտածել լավն է, լավ է, այդ ուղղությամբ մտածեք, շատ օգտակար կլինի։ Շնորհակալ եմ։ Նաև ուզում եի տեղեկացնել, որ երբ մեր քոլեջը բացվեց 2025 թվականի սեպտեմբերին, նաև կազմավորվեց բենդ եւ մենք շատ սիրով ձեզ հրավիրում ենք մեր քոլեջի բենդի ելույթին։ Նվագենք իրար հետ, ոչ մի խնդիր։ Երբ եք ելույթ ունենալու։
Դե երևի մայիսին այս տարվա ավարտվելու 25-ին է բացվել քոլեջը։ Հա, շատ լավ է, շատ լավ։ Բարև ձեզ, Սարգիս Աղաջանյան, Ճարտարապետության եւ Շինարարության Հայաստանի ազգային համալսարան։ Արդեն 2 օր է մենք քննարկում ենք կայուն էներգետիկ զարգացման եւ ոչ միայն զարգացման մասին եւ ինչպես ձեր խոսքում նշեցիք, զարգացման հիմքերից մեկը դա կրթությունն է։ Իսկ մարզաբնակ ուսանողները, մեկը հենց ես, սովորում եմ գերազանց առաջադիմությամբ եւ ունենք ուսման վարձի հետ կապված խնդիր, այսինքն գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողները ստանում են 5-ից 10% լեղջ, իսկ այլ օրենքի հոդվածից օգտվող ուսանողները 60-70 անգամ մինչև անվճար։ Ցանկանում եմ իմանալ ինչ քայլեր եք ձեռնարկում այդ խնդիրը լուծելու համար։ Շնորհակալություն։ Ընդհանրապես մեր հայեցակարգային մոտեցումը հետևյալն է, որ որևէ ուսանող կրթական process-ից դուրս պետքա չմնա միայն այն պատճառով, որ չի կարողան ուսման վարձ վճարելու հետ կապված խնդիր ունի, եւ մենք հիմա փորձում ենք գնալ ինստիտուցիոնալ լուծումների։ Օրինակ ակադեմիական քաղաք նախագիծը դրա մասին է, որովհետեւ այս մասին գուցե մենք շատ չենք խոսում, բայց ակադեմիական քաղաքի նախագծի առանցքային հայեցակարգային նրբություններից մեկը այն է, որ լավ եւ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների կրթության ծախսերը պետք է հոգապետությունը կամ ակադեմիական քաղաք հիմնադրամը կամ տաղանդների զարգացման հիմնադրամը։ Այսինքն ակադեմիական քաղաքի շուրջ խոսելիս մենք հիմնականում խոսում ենք շենքի ֆիզիկական կարողությունների մասին, որը ճիշտ է, որը լավ է, բայց գաղափարի հիմքում եղել է այն, որ պետությունը, կառավարությունը լավ եւ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների կրթության ծախսերը պետքա վերցնի իր վրա։ Հաջորդիվ մենք առաջիկայում սկսելու ենք ակադեմիական քաղաքի արդեն ֆիզիկական շինարարության աշխատանքները եւ Երևանի պետական համալսարանն է այս գաղափարը տվել, որ մենք շինարարությունը սկսենք առաջին հատվածը, որը կհանձնվի շահագործման ակադեմիական քաղաքում, լինի ուսանողական կացարանները, որովհետեւ մենք գիտենք, որ բազմաթիվ մարզից եկող ուսանողներ Երևանում բնակվելու, ես էլ եմ մարզից եկել Երևան սովորելու եւ ես էլ այդ խնդիրները ունեցել եմ եւ մենք ուզում ենք ուսանողների հանրապետության ուսանողական կացարանների պահանջարկը ու ենթադրում եմ ամբողջությամբ ակադեմիական քաղաքում ապահովել եւ մեր այս սրա մեջ մի քիչ էլ խորամանկություն կա, որովհետեւ գիտեք ակադեմիական քաղաք նախագիծը մի քիչ էլ դիմադրություն ունի։ Մենք ասում ենք, երբ որ ուսանողները սկսեն այնտեղ ապրել, մեծամասնությունը, մի X պահի ասել են՝ մի րոպե, մենք ինչի՞ պետք է ամեն օր դասի գնանք, չգիտեմ ուր եւ հետ գանք նորից ստեղ։ Ավելի լավ է մենք ստեղ կողքը ունենանք համալսարան եւ գնանք դասի եւ մենք այդ ճանապարհով կգնանք։ Իսկ ձեր ասածի մեջ կոնկրետ հարցի մեջ ոնց որ ինչ որ սպეციფիկա կար, որը ես լավ չգիտեմ, որովհետեւ դուք ասիք գերազանց սովորողներն ավելի քիչ զեղչ են ստանում, քան ուրիշները։ Դա երևի կապված է վճարովի եւ անվճար ընդունված լինելու հանգամանքի հետ, հա։ Օրինակ իմ պարագայում մեր բաժինը չուներ անվճար տեղեր եւ առավելագույնը գերազանց սովորող ուսանողների համար 10% զեղչն է։ Բա ում համար էր 60%։ Օրինակ սահմանամերձ բնակավայրից եկած ուսանողների համար։ Դե այդ ես ընդհանրապես ես պատասխանատու ձևով ասում եմ, որ այն ուսանողները, ում ընտանիքը ունի խնդիր, սոցիալական խնդիր, էս էլ է շատ կարևոր, որովհետև տենց դեպքերում մենք այնուամենայնիվ ուսանողի ընտանիքի սոցիալական վիճակը գնահատում ենք, ինչի համար ոչ թե ինչ որ մեկի համար չենք ուզում մի բան ավելանենք, այլ որպեսզի եղած ռեսուրսները ճիշտ օգտագործենք։ Ես պատասխանատու ասում եմ, այն ուսանողները, ովքեր ունեն խնդիր, ում ընտանիքը ունի խնդիր ուսման վարձ վճարելու, ինքը ես երաշխավորում եմ, որ լավ եւ գերազանց առաջադիմության դեպքում ինքը կրթությունից դուրս չի մնա։ Իմիջայլոց ասեմ ձեզ, եթե դուք գիտեք համընդհանուր հայտարարագրման համակարգը, որը ներդրվել է, այնտեղ մենք ունենք սոցիալական կրեդիտի համակարգ, եւ եթե ձեր ծնողները օրինակ ձեզ համար վճարել են աշխատում են, եկամտային հարկ են վճարում, իրանց աշխատավարձը արձանագրված է եւ ձեզ համար ասենք վճարել է հայրիկը
200,000 դրամ, մայրիկը 200,000 դրամ, իրանք համընդհանուր հայտարարագիրը ներկայացնելուց հետո 200,000 դրամ, 100,000 դրամ կարող են յետ ստանալ, որը կարծում եմ էլի բավականին մեծ կներեք, եթե գաղտնիք չի, ձեր ուսման վարձը ինչքան է։ 600,000 դրամ տարեկան։ Հիմա եթե ենթադրենք, որ 300, եթե ձեր հայրիկը եւ մայրիկը աշխատում են, կամ պարտադիր չի հայրիկը, մայրիկը, գուցե ավակ քույրը, եղբայր, կամ դուք անձամբ, եթե աշխատում եք եւ վճարել եք, եւ վճարումը արձանագրված է եւ եկամտային հարկ եք վճարել, այսինքն այդ 600,000-ից 200,000-ը կարող եք հետ ստանալ, պլյուս 10% զեղչել ունեք, եղավ 260,000, որը ահագին թեթևացնում է։ Առաջիկայում մենք ել եմ ասում ակադեմիական քաղաքը, մենք նաև տաղանդների զարգացման հիմնադրամն ենք առաջիկայում ստեղծելու, բայց ամեն ինչից դուրս ես երաշխավորում եմ, որ այն ուսանողները, ում ընտանիքը օբյեկտիվորեն խնդիր ունի վարձ վճարելու եւ իր մոգը լավ եւ գերազանց է, ես երաշխավորում եմ, որ ինքը վարձի պատճառով կրթությունից դուրս չի մնա, համասանից բուհից դուրս չի մնա։ Շնորհակալություն։ Դրա համար դիմեք մեզ, մենք կլուծենք այդ հարցերը։ Բարև ձեզ, պարոն Փաշինյան։ Ես Միքայել Արաքելյանն եմ, Գյումրու ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջից։ Հարցս հետևյալն է. Եթե դուք լինեիք այսօրվա Հայաստանում ծրագրավորող եւ նույնպես հակաթոնի մասնակից, արդյոք ինչ խնդիր կլուծեիք հակաթոնի մասնակից, արդյոք ինչ խնդիր կլուծեիք եւ որ խնդրեմ պատճառաբանեք։ Ես հիմա ամենաշատը կլուծեի երկու հարց կա, որ մեր օրակարգում տեխնոլոգիական ոլորտի հետ կապված շատ հրատապ է։ Այդ երկուսը պետական կառավարման համակարգում եւ կրթության ոլորտում արհեստական բանականության էֆեկտիվ ներդրումը։ Այսինքն հասկանալ ինչպես դա էֆեկտիվ ներդնել, որովհետեւ էս էլ է կրթության հարց, որովհետեւ շատ խնդիրներ կա, որ մենք կարողա իհարկե հավաքվենք, գլխի տանք, մտածենք, գնանք, նորից գանք, քննարկենք, լուծենք, արհեստական բանականությունը, եթե մենք ճիշտ կարողանանք իր հետ հարաբերվել, կլուծի։ Այսօր դա ամենահրատապ խնդիրն է, ընդ որում գիտեք ինչ բոլոր ոլորտներում։ Հիմա խնդիրը արհեստական բանականությունը, մանավանդ թեմայի հետ կապ ունի, արհեստական բանականության ներդրումը, հայտնագործումը եւ զարգացումը, գիտեք որ լայնորեն ընդունված է համատել էլեկտրական էներգիայի ստեղծման հետ։ Եվ ես կարծում եմ, որ այդտեղ չափազանցություն չկա, եւ առաջնային խնդիրը, որը մենք պետք է լուծենք, իմիջիայլոց էներգետիկայի ոլորտում էլ, որովհետև հիմա նաև արհեստական բանականությունից առաջ զարգանում էր իրերի ինտերնետը, որի խնդիրը այդ իրերը էլեկտրական էներգիան եւ ընդհանրապես արդյունավետությունը բարձրացնելն էր, եւ նաև արհեստական բանականությունը էներգետիկ արդյունավետության խնդիրները կարող է լուծել։ Օրինակ տեսեք, մենք շատ դեպքերում կապիտալ ծրագրերում խնդիրներ ենք ունենում, ընդհանուր ասենք օրինակ դպրոց են կառուցում, ժամկետների ուշացում ենք ունենում, եւ երբ որ ուզում ենք իմանանք ժամկետների ուշացումներ օրինակ ինչի հետ են կապված լինում, երբեմն կապված են լինում շինարարության ընթացքում նախագծում ի հայտ եկող խնդիրների հետ։ Այն պայմաններում եւ մենք ցանկացած նախագիծ, որը պետական գնումների համակարգով պիտի իրականացվի, դպրոց, մանկապարտեզ, ինքը մի հատ փորձաքննության է ենթարկվում, ինքը մի հատ համալիր փորձաքննության է ենթարկվում, այսինքն մեր մասնագետները կամ մասնավոր ոլորտի մասնագետները համալիր փորձաքննության են ենթարկվում, բայց չնայած դրան շինարարության ընթացքում պարզվում է, որ այդ նախագիծը ունի խնդիրներ։ Եթե մենք կարողանանք այդ փորձաքննությունը, համալիր փորձաքննություն իրականացնել արհեստական բանականության միջոցով, արհեստական բանականությունը չի կարա չնկատի, որ այս սենյակը դուռ չունի օրինակ, կամ պատուհան չունի, կամ չգիտեմ ինչ որ ուրիշ խնդրեմ, որովհետև ես հիմա ինչ որ ասում եմ, պատմում եմ վերջին շրջանում մեր ունեցած քննարկումներից, մասնավորապես մեր նախարարություններում երբ որ քննարկում ենք, շատ կոնկրետ խնդիր ենք, ուրիշ խնդիր ունենք, պրիմիտիվ բաների մասին եմ ասելու, հիմա օրինակ շատ բողոքում են, որ նախարարությունների թեժ գծերը
չգիտեմ քաղաքապետարանում դել բողոք կա թե չէ, ասում են թեժ գծերը կամ չեն պատասխանում ժամանակին կամ նորմալ չեն պատասխանում եւ այլն, մենք մտածում ենք, որ արհեստական բանականությունը զանգերին պատասխանող ամենա արդյունավետ սուբյեկտը կլինի, որովհետև ինքը ոչ հոգնում է, ոչ ներվայնանում է, ոչ բանա, ոչ կարա, այսինքն մենք իրան կարող ենք ասել քաղաքավարի խոսի եւ ինքը միշտ կխոսի քաղաքավարի, մարդկանց կտա կոնկրետ պատասխան եւ այնպես կանի, որ դիմացինն էլ չներվայնանա։ Արհեստական բանականությունը կարա միանգամից միաժամանակ 300 զանգի պատասխանի խոսա։ Որովհետև դեպքեր են ելնում գերատեսչությունները միանգամից ենթադրենք հարյուրավոր զանգեր են ստանում, լավ 10 հոգի է նստած, լավ 20, լավ 30, լավ 40, բայց ի վերջո նրանք էլ են մարդիկ, նրանք էլ են հոգնում, ինչքան հոգնում են, այնքան ռեակցիաները թուլանում է եւ այլն։ Բարև ձեզ, ես Մաքսիմիլյանն եմ, սովորում եմ Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջում։ Հարցս հետևյալն է. ինչ քայլեր են ձեռնարկում օդի որակի խնդիրները լուծելու եւ այն բարելավելու ուղղությամբ, քանի որ օդի աղտոտվածությունը անմիջականորեն ազդում է մարդկանց առողջության եւ կյանքի որակի վրա։ Կցանկանա իմանալ, թե ինչ ծրագրեր եւ երկարաժամկետ լուծումներ են նախատեսվում այս ոլորտում։ Շնորհակալություն։ Երեք կամ նախորդին շրջակա միջավայրի նախարարությունում մեր ունեցած քննարկման կարևորագույն ուղղություններից մեկը դա էր, որովհետև մենք հիմա ձեռք ենք բերել օդի որակի մոնիտորինգի նոր սարքավորումներ, արդեն այդ սարքավորումները Հայաստանի Հանրապետությունում են եւ դրանք պետքա, որովհետեւ մոնիտորինգը շատ կարեւոր է եւ իմիջիայլոց ինչ մի կարեւոր որոշում է կայացվել, որ օդի որակի վերաբերյալ ինֆորմացիայի մի աղբյուր լինի, լիազորված մարմին լինի, որովհետեւ նախորդող շրջանում մենք տեսանք, որ տասնյակ աղբյուրներ կան։ Հիմա օրինակ ինչ է պարզվում, մենք գիտենք, որ շինհրապարակներում մենք ունենք քաղաքապետարանի եւ քաղաքաշինության կոմիտեի կայացրած որոշումների համաձայն շինհրապարակներում որոշակի պայմաններում պարտադիր տվիչների տեղադրման բան կա։ Եվ շինհրապարակում, երբ որ շինարարություն է տեղի ունենում, բարձրան այնտեղ փոշի է, չէ, բարձանում երբեմն։ Եվ այդ տվիչների տվյալները երբեմն օգտագործվում է ամբողջ հանրապետությունում կամ ամբողջ մայրաքաղաքում օդի որակի հետ կապված հետևություններ եւ եզրակացություններ անելու համար, բայց մյուս կողմից ընդհանրապես օդի աղտոտվածության ցանկացած թեմայով մի կարևոր այդտեղ էլ մի հատ կարևոր կրթական կոմպոնենտ կա։ Մենք ի վերջո պետք է արձանագրենք, որ օդի որակը շատ դեպքերում եւ մեծապես կախված է մարդկային կենսագործունեության, այսինքն մեր բոլորիս գործունեության հետ։ Ես 2018 թվականից ես շատ լավ հիշում եմ, պարոն Ավինյան, դուք էլ կհիշեք, կառավարության նիստերում ինչքան եմ խոսացել շինհրապարակների որակի եւ ստանդարտի մասին։ Հիմա մեր շինարարության տեմպերը, որ տեսնում ենք, 2018 թվականից ի վեր տասնյակ տոկոսներով, շատ մեծ տոկոսներով, ես հիմա կոնկրետ հաշվարկ չունեմ, բայց ահռելի աճ է գրանցել։ Մի կողմից լավ է, դա տնտեսության աճ է, դա մարդկանց համար, բայց եթե դա չի արվում պատշաճ կուլտուրայով, իսկ դա միշտ չի, որ արվում է պատշաճ կուլտուրայով, դա իր հետ բերում է խնդիրներ։ Հիմա ձեր հարցի պատասխանը մոնիտորինգը եւ պարոն Ավինյանն էլ այդ հարցին համոզված եմ կպատասխանի։ Մենք երեք շատ երկար քննարկում ունեցանք այս թեմայի վերաբերյալ եւ իրականում մի փաստ ենք արձանագրում, որ կարելի ասել մանրամասնորեն հարցին անդրադարձ սկսել ենք ունենալ տվյալների հիման վրա մոտ 2 տարի առաջվանից սկսած։ Եվ այն օդի որակի չափիչ սարքերը, որոնք որ տեղադրված են մեր շինհրապարակներում, մեզ մի քանի կարևոր արձանագրում են տվել։ Առաջին հերթին, որ պատմական տրամաբանությունը մեր օդի որակի, այսինքն մեր օդի որակը վատթարանում է շատ կոնկրետ ամիսների։ Դա նոյեմբերից մինչև մարտ ամիսներն են։ Եվ սա ունի շատ կոնկրետ նաև բնակլիմայական պատճառ։ Մարդկային գործոնը միշտ կա, ավտոմեքենաները կան եւ ինչքան ավելանում են նրանք, ինչքան ավելանում է շինարարությունը, վստահաբար օդի որակը դրանով վատթարանում է։ Բայց հատկապես այս ամիսներին, երբ մեր, այսպես ասած, մթնոլորտային առաստաղը իջնում է ներքև, եւ պատկերացրեք մենք մի կաթսայի մեջ ենք մեծ, որը ունի կափարիչ եւ գազով է լցված, ով ֆիզիկան հիշում է, սովորել է, ով ֆիզիկա է սովորում, լավ կպատկերացնի։ Այս կաթսայի
կափարիչը երբ որ իջնում է ներքև, այդ գազը խտանում է։ Եվ սա նշանակում է, որ մեր այդ մթնոլորտային առաստաղը, երբ որ այս ամիսներին իջնում է ներքև, տեսեք, օրինակ ունենք 700 մետրից դառնում է 80 մետր։ Այդ ամբողջ աղտոտված օդը խտանում է այս մակարդակում, մեր մակարդակում։ Եվ մենք նաև որոշակի կանխատեսումներ ենք այս գործիքով ապահովում, որպեսզի իմանանք այն ամենավատ օրերը, այն օրերը, երբ որ այս կափարիչը շատ ցածր է իջնելու եւ մենք միգուցե որոշակի միջամտություններով, օրինակ ավտոմեքենաների շարժի սահմանափակումներով շինարարության առհասարակ արգելմամբ այդ օրերին կկարողանանք օդի որակը բարելավել։ Բայց մեկը ես տեղել եմ կարծում, որտեղ էլի կրթության միջով պետք է անցնենք։ Որտեվ ես օրինակ շրջակա միջավայրի նախարարությունում ասում եմ, մենք պետք է արձանագրենք, որ մենք էկո կրթության բան ունենք, կարիք ունենք։ Մենք խնդիր ունենք այդտեղ, որովհետև մենք հետևանքները տեսնում ենք եւ անհանգստանում ենք, մենք պատճառների մեջ չենք խորանում։ Իսկ օդի աղտոտվածությունը այնուամենայնիվ դա որոշակի հանրային կենսագործունեության ձևի արդյունք է։ Եվ որոշումներ ենք կայացնում։ Հիմա մենք ամեն ինչ անում ենք խթանելու էլեկտրոմոբիլների ներկրումը, որպեսզի ներքինարման շարժիչով մեքենաները հնարավորինս չլինեն, բայց իմ կարծիքով այդտեղ երկու խնդիր կա։ Առաջինը բարեկարգումը տարածքների կանաչապատումը, որ օրինակ, գիտեք, շատ երկրներ կան, եւ ես համոզված եմ, որ հիմա սա այս լսարանում լավ չի ինչի, բայց ես պետքա դա ասեմ։ Շատ երկրներ կան, որտեղ նաև վարչական միջոցներ են ձեռնարկվում, որ ամեն սեփականատեր իր սեփականության միջավայրում տարածքի բարեկարգումը պետքա ապահովի։ Առանձնատուն կլինի, խանութ կլինի, գործարան կլինի եւ այլն եւ այլն։ Բայց մեզ մոտ ընդունված է, որ միտեղ այս կոնկրետ այս դեպքում այդ խնդիրը լուծված է, ներդրողներին շնորհակալություն հայտնենք, բայց շատ դեպքերում այդ խնդիրը մենք անցնում ենք, չենք էլ նկատում, որ այդ խնդիրը գոյություն ունի, եւ իհարկե շինարարության կուլտուրայի հետ կապված մենք մեծ խնդրեմ ունենք եւ պետք է այդտեղ ամենաբարձր ստանդարտները դնենք, բայց էս էլ է պետք հիշել, որ ստանդարտներ դնել նշանակում է գինը ավելացնել, որովհետեւ այդ ստանդարտը ներդնելու համար պետք է ներդրում արվի, ներդրումը պետք է հետգնման տրամաբանության մեջ դրվի։ Հետևաբար ստեղ էլ մենք կրթական ճանապարհ կա, որը պետք է անցնենք։ Բարև ձեզ հարգարժան պարոն վարչապետ, ես Հասմիկ Բոխյանն եմ, հայկական ստեղծար տեխնոլոգիաների ECT քոլեջի ուսանողին։ Իմ հարցը հետևյալն է. քանի որ շուտով տեղի են ունենալու 2026 թվականի վարչապետի ընտրությունները, արդյոք ձեզ համար ցանկալի կլինի, որ ընտրություններն անցկացվեն օնլայն ձևաչափով, այսինքն հայտերը լրացվեն օնլայն եւ այլևս կարիք չլինի ընտրատեղամաս այցելելու, ինչպես օրինակ մեր քոլեջում անցկացվում են քննությունները։ Գիտեք, ընդհանրապես հիմա այն երկրներում, որտեղ թվայնացված լավ էկո համակարգ կա, այդ երկրներում այդ փորձառությունը կա, օրինակ Էստոնիայում կա օնլայն քվեարկություն, եւ հետագայում մենք պետքա մտածենք դրա մասին, բայց այնտեղ ոչ թե ամբողջ քվեարկությունն է օնլայն, այլ դա ընտրակ մարդը կարող է քվեարկել օնլայն եւ կարող է քվեարկել ընտրական տեղամաս գնալով։ Եվ Էստոնիայի հետ կապված մի վիճակագրություն կար, որը ինձ շատ զարմացրեց։ Օրինակ ձեր կարծիքով առցանց քվեարկությունից ավելի շատ երիտասարդները կօգտվեն, թե տարեցները, ինչ եք կարծում։ Երիտասարդները։ Պարզվում է իրականության մեջ տարեցներն են ավելի շատ օգտվում, հատկապես այն ժամանակ, երբ որ քվեարկությունը տեղի ունենում ձմռանը։ Մարդիկ ասում են, որ մենք ինչի պետքա տնից դուրս գանք, այս ցուրտ եղանակին գնանք հասնենք ընտրական տեղամաս եւ իրենց տնից են քվեարկում, բայց հիմա օրինակ, որ մենք ուզենանք էլ չենք կարող դա անել, մենք դա կարող ենք անել հաջորդ ընտրություններում, երբ որ մենք լիարժեք ներդրած կլինենք կենսաչափական անձնագրերի եւ կենսաչափական նույնականացման քարտերի համակարգը, բայց այստեղ մի խնդիր կա, որ ինչ էլ լինում է, այնուամենայնիվ առցանց քվեարկության նկատմամբ վստահության խնդիր նենց քվեարկության նկատմամբ էլ կա ընդհանուր առմամբ, բայց ոնց որ առցանցի նկատմամբ վստահության խնդիրը ավելի շատ է, բայց կարծում եմ այդ գործիքը հետագայում մենք կարող ենք օգտագործել, երբ որ մենք ունենանք կենսաչափական
լիարժեք վստահելի եւ հուսալի համակարգ, երբ որ մենք վստահ կլինենք, թե կոպիտ ասած ցանցի են կողմում գտնվող մարդը արդյոք հենց այն մարդն է, որպես ով ներկայանում է, թե ոչ։ Դրա լուծումը բարձրորակ կենսաչափական նույնականացման քարտերն են։ Կարծում եմ հաջորդ տարի մեր ուսանողները արդեն պատրաստ կլինեն ձեզ այդ հարցում օգնելու։ Շատ ուրախ կլինենք, շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Մինչև այդ ամենակարևոր թվային լուծումներին անցնելը դուք կարող եք հիմա էլ օրինակ ակտիվ քաղաքացի հարթակում մասնակցել on-line կերպով տարբեր քվեարկությունների, որոնք վերաբերում են քաղաքին, փողոցների անվանակոչությանը, վերջերս մի տարի առաջ կասկադի պրոյեկտներ քվեարկության դրված, այսինքն արդեն իսկ կան նմանատիպ նախաձեռնություններ, բայց ձեր հարցը իհարկե ամենագլոբալ, ամենաբարդ եւ ամենակարևոր հարցերից մեկն է։ Խնդրեմ։ Ողջունում եմ բոլորին։ Ես ԵՊՀ-ի ֆիզիկայի ինստիտուտի ուսանող եմ, համատեղությամբ աշխատում եմ ինժեներական քաղաքի արտադրությունում ավտոմատացված հոսքագծի օպերատոր ինժեներ։ Պարոն վարչապետ, դուք մի քանի ամիս առաջ ինժեներական քաղաքում ինժեներական շաբաթի շրջանակներում հանդիպում ունեցաք ինժեներական համայնքի հետ եւ այնտեղ մի հարց քննարկվեց գործարանների քաղաք կառուցելու համար, որպեսզի համագործակցեն պետության հետ։ Կուզեի իմանալ ինչ որ հաջողություններ կան գրանցված այդ ոլորտում թե չէ եւ ինչ է պլանավորվում հետագայում կատարել։ Շնորհակալություն։ Դե մենք պայմանավորվեցինք, որ կարծեմ պարոն Սալացյանը այդ գաղափարը առաջ քաշեց, եթե չեմ սխալվում, պայմանավորվեցինք, որ իրանք ներկայացնեն հայեցակարգը, մենք կնայենք, բայց գիտեք իմ կարծիքով արդեն process-ները սկսել, նույնիսկ դրանից, նույնիսկ այդ նախագծից մի ընկոմ, որովհետև գիտեք, որ Հրազդան քաղաքում կառուցվում է Firebird ծրագրի շրջանակներում արհեստական բանականության կենտրոնի կառուցումը տեղի ունենում շատ մեծ չափերի եւ վերջին այցի ընթացքում Միացյալ Նահանգների փոխնախագահի ներդրողների հետ քննարկում եղավ եւ նրանք կարծում են, որ ներդրումների ծավալը կարող է հասնել մինչեւ 4 միլիարդ դոլարի։ Իմ կարծիքով կյանքը արդեն ինքը բերելու է այդտեղ այդ կենտրոնի շուրջ արդեն սկսելու են զարգացումներ տեղի ունենալ։ Ես ճիշտն ասած, որ նախագիծը նայում էինք Միացյալ Նահանգների փոխնախագահի հետ, ես հեղինակներին մի հարց տվեցի, ասի երկաթուղուն որտեղ կառուցում եք մոտիկա, թե մոտիկ չի, պարզվեց 50 մետրի վրա է երկաթուղին, իսկ դա շատ կարևոր է, որովհետև ես հույս ունեմ, որ ապագայում ակադեմիական քաղաքից դեպի այդ կենտրոն, ոչ թե հույս ունեմ, համոզված եմ, տենց մենք լավ արագընթաց գնաց կունենանք, որովհետև այնտեղ կլաստեր է ձևավորվելու միանշանակ, որովհետև այդքան ներդրում 4 միլիարդ ներդրում դրվի միտեղ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, իմ կարծիքով արդեն տեղը իմիջիալոց, այդ ես ինչքան գիտեմ, դա նախկին խորհրդային միության հրազդան մեքենա գործարանի հրազդան մաշի տարածքում է արվում, այսինքն ինքը ոնց որ թե այդ քաղաքը ինքը իր տեղը նույնիսկ միջև մեր որոշումները գտնում է։ Իմ կարծիքով այդ նախագիծը այնտեղ կգնա։ Եղավ, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ողջունում եմ ձեզ մեծարգո պարոն վարչապետ, ողջունում ձեզ պարոն Ավինյան։ Ես Գրիգոր Մարտիրոսյանն եմ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող, միևնույն ժամանակ նաև հանդեսանում եմ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների արտադրության նախարարության աշխատակից։ Հարցս հետևյալն է, մեծարգո պարոն վարչապետ, ինչ քայլեր է պետությունը ձեռնարկում, որպեսզի Հայաստանը դառնա ոչ թե միայն ԱԲ լուծումների սպառող, այլ մրցունակ ԱԲ արտադրանք ստեղծող եւ արտահանող երկիր։ Ընդհանրապես գիտեք, ինչ դա իմ ամենասիրած կոմբինացիան է, երբ որ մարդը եւ ուսանող է եւ աշխատում է։ Այդ հոյակապ բան է եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն ուսանողներին, ովքեր համ սովորում են, համ աշխատում են, իհարկե պայմանով, որ մեկը մյուսի հաշվին չեն անում։ Իսկ ձեր հարցին, էլի գիտեք հիմա այդ հարցին այնքան հեշտ է պատասխանել։ 3 կոնկրետ պատասխան կա։ Դուք գիտեք, որ մենք բոլորովին վերջերս Երևան պետական համալսարանում բացեցինք սուպեր համակարգիչ, որը ձեռքաբերվել պետական բյուջեի միջոցներով։ Այն ժամանակ, երբ որ մենք որոշումը կայացնում էինք սուպեր համակարգիչ ձեռք բերելով, մենք ասում ենք, Հայաստանը կունենա սուպեր համակարգիչ։ Բայց հիմա
առաջիկա ամիսներին Գագարինում շահագործման կհանձնվի այդ սուպեր համակարգիչի կրկնակի կամ եռակի հզորությամբ սուպեր համակարգիչ մասնավոր ներդրմամբ եւ մյուս տարի Firebird-ով բանկարվի շահագործման կհանձնվի Երևանի պետական համալսարանի սուպեր համակարգիչ հարյուրավոր անգամներով հզոր սուպեր համակարգիչ հիմա այստեղ հարց Երևանի պետական համալսարանի պարագայում parza թե այդտեղ կառավարությունը ինչ դեր է ունեցել կառավարությունը ֆինանսավորել է ձեռք է բերել տեղադրել է հարց կծագի այն մյուս դեպքերում կառավարությունը ինչ կապ ունի ընդհանուր որովհետև դեր հարցը կառավարության անելիքներին էր վերաբերում իսկ կառավարությունը կապ ունի հետևյալի շուրջ երբ որ նախորդ հարցը երբ որ հնչում էր ինժեներական քաղաքում հանդիպման ժամանակ բարձրացված ամենակարևոր հարցերից մեկն այն էր որ Firebird ծրագրի IPU-ների արտահանման լիցենզիայի հետ կապված խնդիրներ կան, այսինքն որովհետև դուք գիտեք, որ դրանք արտադրվում են Միացյալ Նահանգների Nvidia ընկերությունում եւ Nvidia ընկերությունը դրանք արտահանելու համար պետք է ունենա կառավարության արտոնությունը եւ ես այն ժամանակ ասացի համոզմունք հայտնեցի, ասացի մի անհանգստացեք, այդ արտահանման արտոնագրերը կլինեն եւ դրանից ընդամենը մի շաբաթ կամ 10 օր հետո եղան Ինչու է ես համոզված, որովհետև 2025 թվականի օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգների նախագահի հետ մենք ստորագրեցինք մտադրությունների հուշագիր, որը վերաբերվում էր տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության ոլորտում համագործակցությանը եւ այդ համագործակցությունը արդեն հասել է մի կետի, որտեղ կառավարությունը էլ ըստ էության անելիք չունի, բայց ես սա ինձնից չեմ ցիտում, որովհետև Երևանի պետական համալսարանում, երբ որ մեր հարգելի գիտնականները ներկայացնում էին սուպեր համակարգիչը, ես ասացի շատ լավ, շատ ուրախ ենք, այս սուպեր համակարգիչ կա, հիմա ասեք կառավարությունը հաջորդը ինչ պետք է անի այս ոլորտում աջակցելու համար եւ պատասխանն էլ որ որևէ բան անելու կարիք չկա, որովհետեւ երբ որ Գագարինը բացվի, երբ որ Firebird-ը բացվի, իսկ դա արդեն անկասկածա որ կլինի, ըստ էության մենք արհեստական բանականության եւ սուպեր համակարգչային ոլորտում այնքան կարողություններ ենք ունենալու, որ եւ քաղաքական միջավայրն էլ համապատասխանա մեզ մնում է մենակ այ իմ ասած կառավարման եւ կրթության ոլորտում դրանք կարողանանք արդյունավետ ներդնել Բարև ձեզ պարոն վարչապետ եւ պարոն քաղաքապետ իմ անունը Դանիել է եւ ես ներկայանում եմ հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջից իմ հարցս հետեւյալն է Ձեր կարծիքով ինժեներությունը ապագա 10 տարվա մեջ ինչպես կզարգանա Հայաստանում Իմ կարծիքով ինժեներությունը կզարգանա արհեստական բանականության ոլորտում հիմնականում եւ ոչ միայն Հայաստանում, որովհետեւ այդ է հիմնական լոկոմոտիվ քաշողուժը դա է եւ այդ ուղղությամբ է գնալու, բայց մի հատ ուրիշ խնդրեմ կա, որը կարծում եմ այդ թվում ինժեներական խնդրեմ է, որովհետեւ արհեստական բանականության մի ուղղություն է հիմա սկսելու զարգանալ, որովհետեւ մենք հիմա գիտենք, խոսում ենք արհեստական բանականությունը որպես soft որպես ծրագիր այս պահին տեսեք ասում ենք որ ինքը հեռախոսներին պատասխանի բանը նախագծերը համալիր փորձաքննության ենթարկի բայց հիմա սկսվում է մի շրջան երբ որ արհեստական բանականությունը դառնում է hard այսինքն դառնում է առարկա այսինքն ռոբոտ որտեղ հիմա հաջորդ փուլով արհեստական բանականությունը ուղղակի համակարգչային ծրագրերից դուրս է գալու եւ դառնալու է շարժվող ռոբոտ եւ երբ որ ասում եմ ինժեներությունը այս ուղղությամբ ընթանա ես այս նկատի ունեմ որովհետեւ հիմա երևի հույս ունեմ դեն սարսափելի եւ վնասակար գաղտնիք չեմ բացի պրոյեկտի համար բայց մենք արդեն Nvidia ընկերության հետ եւ Firebird ընկերության հետ մենք բան ունենք պայմանավորվածություն որ մենք առաջիկայում արդեն կստեղծենք Հայաստանում կառավարություն եւ մասնավոր ներդրմամբ կստեղծենք այդ ռոբոտիկսի մեծ լաբորատորիա, որը ամբողջությամբ կզբաղվի այդ մշակումներով։ Որն է մշակումը,
թե արհեստական բանականությունը ոնց եւ ինչ գործիքներ, ինչ ռոբոտների միջոցով է ստանալու ֆիզիկական տեսք, ինչի համար են լինելու այդ ռոբոտները, ինչ պարամետրեր են ունենալու, ոնց են աշխատելու եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն արհեստական բանականությունը հիմա հետեւյալ տրամաբանությամբ է աշխատելու, որպես այդ ծրագիրը մտնի այդ սարքի մեջ, ըստ էության ստացվում է նյարդային համակարգ պետք է ստեղծվի, եթե շատ կոպիտ ասենք այդ ռոբոտի համար, որպեսզի այդ ինֆորմացիան մշակի եւ այդ մշակած ինֆորմացիան արդեն դարձնի գործողություն։ Այս ուղղությունը ես կարծում եմ շատ հեռանկարային ուղղություն է եւ շնորհակալ եմ Firebird-ի եւ Nvidia-ի մեր գործընկերներին, իհարկե նաեւ Միացյալ Նահանգների կառավարությանը, որ այս ամեն ինչի համար քաղաքական պատշաճ միջավայր եւ մթնոլորտ է ստեղծել մեր համագործակցությամբ, որ այս ուղղությամբ կզարգա։ Շատ մեծ զարգացում է լինելու։ Իմիջայլոց իմ կարծիքով այստեղ մի հատ ուրիշ գաղտնիք էլ կա։ Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ 2025 թվականը գոնե այս վիճակագրության վարման ընթացքում առաջին տարին է, երբ որ մենք ոչ թե արտագաղթ ունենք, այլ ներգաղթ ունենք։ 2025 թվականը առաջին տարին է, երբ որ Հայաստանից մեկնած քաղաքացիների թիվը պակասա Հայաստան վերադարձած քաղաքացիների թվից։ Իմ կարծիքով այս ուղղությունները Firebird, լաբորատորիա եւ այլն ներգաղթ ապահովող ամենահզոր գործոններն լինելու, որովհետեւ այսօր մեր բազմաթիվ երիտասարդներ այդ թվում կամ սովորել են եւ աշխատում են կամ միայն աշխատում են արտերկրում, որովհետեւ շատ ոլորտներում Հայաստանում իրացվելու դաշտ ուղակի չի եղել։ Այսինքն մարդիկ եկել են նաեւ տեխնոլոգիական ոլորտի աճել են, մի կետի են հասել, զգացել են, որ վերջ առաստաղին են իրանք հասել, կամ պետք է նոր դաշտ է պետք իրանց։ Եվ Հայաստանում այդ դաշտը չի եղել։ Հիմա Հայաստանում այդ դաշտը բացվում է, եւ ես համոզված եմ, որ սա այն ուղղություններից եւ պատճառներից մեկն է, որը այս սկսված ներգաղթը շարունակելու է։ Ես համոզված եմ, կտեսնեք 25 թվական, իհարկե դա խաղաղությունը շատ էական դեր է խաղում, բայց ես 100% համոզված եմ 26-ն էլ այդպիսի տարի լինելու, 27-ն է, 28-ն էլ եւ այդպես շարունակ։ Պարոն վարչապետ, ՀՀ կառավարությունը որոշել է, որ Հայաստանում պետք է կառուցվի փոքր մոդուլային ատոմակայան։ Էներգետիկայի գծով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արամ Մարջանյանը նշել է, որ այս պահին լիցենզավորված եւ աշխատող մոդուլային ռեակտորներ աշխարհում ուղղակիորեն չկան։ Ինչու ընտրությունը ընկավ հենց փոքր մոդուլային միջուկային ռեակտորի վրա եւ ոչ թե ջրաջրային էներգետիկական ռեակտորի վրա։ Գիտեք, որովհետեւ մենք երբ ենք կայացրել նման որոշում, մենք կայացրել ենք նման որոշում, երբ որ մեծ փորձագետները, մեր փորձագետները, այդ թվում միջուկային անվտանգության կոմիտեի ներկայացուցիչները տարբեր միջազգային քննարկումների արդյունքում այդ կառավարությանը զեկուցել են, որ փոքր մոդուլյար ռեակտորների տեխնոլոգիայի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ փոքր մոդուլյար ռեակտորում վթարը համարում է տեղային լոկալ իրադարձություն։ Այսինքն դա ինչ է նշանակում, որ եթե մոդուլյար կայանում տեղի ունենում վթար եւ օրինակ 1 կիլոմետր հեռավորության վրա կա բնակավայր, այդ բնակավայրի բնակչությանը պետք չի էվակուացնել։ Եվ էսա այդ տեխնոլոգիայի առանձնահատկությունը։ Այո, այս պահին դեռևս չկա այդ ձեր ասած լիցենզավորված եւ գործող մոդուլյար կայան, բայց կա, որ լիցենզավորման process-ի ընթացքում է։ Ես ատոմակայանի կառուցումը կամ ռեակտորի կառուցումը ինքը մի շաբաթվա, մի ամսվա, նույնիսկ մի տարվա գործ չի։ Մենք հիմա ինչպես արդեն ասել եմ, մենք մի շարք գործընկերների հետ քննարկում ենք եւ իհարկե մենք սա նախնական որոշում է, որ մենք գնում ենք այդ ճանապարհով։ Երբ որ կլինի վերջնական որոշումը ո՞րն է։ Վերջնական որոշումը ֆինանսավորումն է, հարցի բյուջետավորումն է, տեղանքի ընտրությունն է, նախագծի պատվերն է, կապալառուի ընտրությունն է եւ այլն, այդ ժամանակ բոլոր խնդիրների հաշվառումով կկայացվի որոշում։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ, Նոյ Հարությունյան, Երևանի պետական համալսարան։ Կուզենայի իմանալ լինելու են արդյոք ծրագրեր, որ կզարգացնեն գիտության ոլորտը Հայաստանում, ավելի կոնկրետ բնագիտական ոլորտը, օրինակ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն։ Ուրեմն
երբ որ 2021 թվականին պարոն Ավինյանը 21-ին, չէ, փոխվարչապետ էր, այդ ժամանակ մենք ընդունեցինք գիտության ֆինանսավորման մի նոր ծրագիր եւ 2026 թվականի հունվարի 1-ի դնությամբ գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձերը ընդհանուր 300%-ով ավելացել են։ Ընդ որում, այդ թվում ձեր նշած ոլորտների գիտաշխատողների աշխատավարձերը եւ սա նաեւ պատճառ է դարձել, որպեսզի Հայաստանում գիտությամբ զբաղվող մարդկանց թիվը մեծանա։ Ընդհանրապես ես հիմա շատ կոնկրետ թվերը չեմ կարող հիշել, բայց եթե չեմ սխալվում 2017 թվականի համեմատ 4 անգամ գիտության ֆինանսավորումը ավելացել է։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է գիտնականների աշխատավարձեր, սա նշանակում է գրանտային ծրագրեր, սա նշանակում է սարքեր եւ սարքավորումներ, որովհետեւ գիտությունը ժամանակակից ինքը տեսություն այո, բայց նաև տեսական գիտությունը զարգանում է այդ թվում լաբորատոր փորձարկումների արդյունքում, այնպես որ այդ process-ը գնում է եւ այս վերջերս տեղի ունեցավ ուրիշ բան։ Մենք ընդունեցինք գիտության զարգացման ռազմավարությունը, որտեղ կայացրինք սկզբունքային որոշում, որը 2026-ից 2031 թվականի ժամանակահատվածում գիտության ֆինանսավորումը կհասնի ՀՆԱ-ի 1%-ին, որտեղ 80%-ը կլինի բյուջետային միջոցներ եւ 20%-ը մենք կներգրավենք մասնավոր հատվածից։ Այնպես որ ձեր հարցի պատասխանն է այո։ Հարգելի պարոն քաղաքապետ, պարոն վարչապետ, ես Մարինա Մինասյանն եմ Հայաստանի ամերիկյան համալսարանի շրջակայի կայունության գիտելիքներ ֆակուլտետից։ Հարցս ավելի շատ ուղղված է պարոն վարչապետին։ Այսօր Երևանում շինարարությունները շարունակաբար աճում են եւ ենթակառուցվածքային եւ զարգացման ծրագրերի մեծ մասը կենտրոնացված է հենց մայրաքաղաքում։ Այն պարագայում, որ մայրաքաղաքը բավականին գերծանրաբեռնված է եւ համարվում է մեծ աղտոտվածություն ունեցող քաղաք։ Ինձ հետաքրքիր է, թե այս պայմաններում ինչու պետությունը չի սահմանափակում որոշ շինարարություններ եւ կամ ժամանակավորապես դրանք դադարեցնի, փոխարենը իր նույն ներդրումները, ծրագրեր եւ շինարարությունները փորձի ուղղի այլ քաղաքներին եւ մարզերին, որպեսզի ապահովի համաչափ զարգացվածությունը ամբողջ բնակչության, ոչ միայն մայրաքաղաքի։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար, մենք հենց դա էլ փորձում ենք անել, ավելի ճիշտ անում ենք։ Նախ ես ուզում եմ արձանագրել, որ տեսեք հիմա շինարարությունը վերջին տարիներին շատ էական աճ է արձանագրել, շատ կարևոր է հասկանալ ինչու այս շինարարության բումը տեղի ունեցավ, որտեղ 2020 թվականին մենք կայացրեցինք, կարծեմ 20 թվականին, մի շատ կարևոր սկզբունքային որոշում։ Այդ որոշումը հետևյալն է, որ եկամտային հարկի վերադարձի համակարգը Երևան քաղաքում, մայրաքաղաքում գործելու է մինչև 2020 կարծեմ 4 թվականի հունվարի 1-ը ստացված շինթույլտվությունների համար։ Սա տալիս է ձեր հարցի պատասխանը։ Հիմա, այսինքն 2024 թվականի հունվարի 1-ից հետո կարող են այդ շինթույլտվություն, այդ համակարգը, եկամտային հարկի վերադարձի համակարգը այլևս գործում է մարզերում։ Եվ մենք ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ հիմա շինարարությունը, ակտիվությունը կամաց Երևանից տեղափոխվում է մարզեր։ Մենք երկրորդ քայլներ ենք արել։ Ասել ենք Երևանի շրջակա մարզերում դա գործելու է, եթե չեմ սխալվում, մինչև 2027 թվականի կամ ինչ որ մի ժամանակ, հանկարծ այս իմաստս թիվը հիմք չընդունեք, որովհետև ես կարող եմ շփոթել։ Այսինքն հենց ձեր ասած խնդիրն ենք ուզում լուծել, որ առաջինը շինարարության պահանջարկը կենտրոնացնենք եւ բավարարենք, հարակից վատ է հվեկտել ենք ունենում փոշի եւ այլն, բայց դա նշանակում է նաեւ որոշակիորեն արդեն հիմա մենք մտել ենք Երևանում սահմանափակման փուլ եւ դուրս ենք եկել մարզ, Երևանին շրջապատող մարզեր։ Հաջորդ փուլով այդ նույն սահմանափակումը կգործի Երևանին շրջապատող մարզերում եւ կգործի ավելի հեռու մարզերում եւ ձեր ասածը մենք այդպես կդարձնենք իրականություն։ Այսինքն ձեր պատասխանից ակնկալենք, որ մոտ ժամանակում Երևանում այլևս նոր շենքեր եւ շինություններ չեն կառուցվելու եւ փորձելու են ավելի այլ քաղաքներում։ Չէ, սենց ձևակերպենք, ես էդ էի ասում, ինչու սկսեցին այդքան շատ Երևանում շենքեր կառուցել, որովհետեւ մենք կայացրինք որոշում, որ ստեղծեցինք ժամանակահատված, որտեղ Երևանում շենք կառուցելը հատկապես գրավիչա ներդրողի համար։
Եվ այդ ժամանակահատվածը, բայց մեկնարկ ուներ եւ ավարտ ուներ։ Հիմա ավարտվել է։ Հիմա Երևանում մի քիչ համեմատաբար դանդաղելու է եւ ավելի գրավիչ է լինելու շինարարություն իրականացնել մարզերում։ Եվ դրա հաշվին հոսքերը որոշակի կտեղափոխվեն։ Չնայած հիմա Երևանի քաղաքապետարանը նաև երկու մեծ ներդրումային ծրագիր է որդեգրել, ընդունել կառավարության հետ, բայց դա ես կարծում եմ, որ մեծ հաշվով իմ ասածը չի փոխում եւ այդ ուղղությամբ մենք գնում ենք։ Բայց այդ էլ խնդրում եմ հաշվի առեք, որ ընդհանրապես Երևանի եւ Հանրապետության բնակ ֆոնդը հնացած է։ Մենք պետք է ծրագրեր մտածենք, որ հին շենքերը դուրս գան, նոր շենքեր առաջանան։ Հիմա ես իմ ասածին հակասող մի բան կասեմ, որովհետև մենք մտածում ենք, որ հաջորդ փուլում պետքա կենտրոնանանք Երևան քաղաքի վթարային շենքերի վրա, որովհետև այդ վթարային շենքերը իրենք նախ սպառնալիք են, երկրորդն իրանք մաշված են, իրանց պետքա փոխել։ Ես ավելի շատ կուզենայի, որ մենք շինարարության կուլտուրան այնպես փոխենք, որ շինարարություն չնշանակի, որ ինչ որ մի կիլոմետր շառավղով բոլորին անհանգստացնում ենք, բոլորի կյանքը փչացնում ենք։ Իրականում աշխարհում այդպես չի։ Ես օրինակներ այս վերջերս որ այցի ժամանակ էր, հենց իմ հյուրանոցի պատուհանի դիմաց երկնաքեր էր կառուցվում, եւ ես նայում էի, որ ընդհանրապես ես չէի զգում, որ դիմաց այդպիսի մասշտաբային շինարարություն է գնում, բայց եթե մեր մոտ լներ Ես միայն հավելեմ, որ իրականում մեզ մոտ հիմնական խնդիրը կայանում է նորմերի պահպանման պատժի ոչ բավարար չափերի մեջ։ Այսինքն եթե շինարարություն իրականացնող կառուցապատողը գիտի, որ ինքը 70,000 դրամ կարող է տուգանվել, բայց դրան հակառակը նորմը պահպանելը 7 միլիոն դրամ է իր վրա արժենալու, ինքը այսօր ընտրում է տուգանվելու ճանապարհը։ Հետևաբար այս գալիք այս տարվա փոփոխություններով օրենսդրական մենք էականորեն այդ պատժի չափերը ավելացնում ենք, որը վստահաբար իր դրական արդյունքները տալու է։ Բարև ձեզ հարգարժան պարոն վարչապետ եւ հարգարժան պարոն քաղաքապետ, ես Հայկն եմ Վարդարեսյան, Հայկական ստեղծարարական տեխնոլոգիաների քոլեջի ուսանող, իմ հարցը հետեւյալն է. ինչպես է ապահովելու, որ թե քաղաքում, թե գյուղում կրթության մակարդակը լինի բարձր եւ ինչ տեխնոլոգիական ծրագրեր են տրամադրվելու քաղաքի դպրոցներում եւ գյուղերի։ Նախ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը հենց դրա համար է, որովհետեւ մենք ասում ենք, որ մեր գյուղերում եւ քաղաքներում պետք է լինեն նույն ստանդարտի դպրոցներ։ Հաջորդը ուսուցիչների կամավորատեստավորման ծրագիրը դրա համար է, որովհետեւ մենք ասում ենք մեր քաղաքներում եւ գյուղերում պետք է գործեն նույն ստանդարտի, եթե այս դեպքում կարելի ասել, եւ նույն որակի ուսուցիչներ։ Հաջորդ այդ դպրոցներում, տեսեք, մենք հիմա հանրապետության բոլոր դպրոցներին ապահովում ենք լաբորատորիաներ, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության, այսինքն կրթությունը ինքը շատ կարևոր է։ Մենք բոլոր դպրոցներում այսօր ունենք նորակառույցների մասին է եւ կառուցելու ենք տենց անընդհատ 3 դե պրինտերներ, տարբեր նյութեր, ինտերնետ, սպորտային ենթակառուցված, ֆիզկուլտուրայի դահլիճ, ֆուտբոլի դաշտ եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ X պահի սրան միանալու է նաեւ արհեստական բանականությունը։ Եվ իմիջայլոց COVID-ի ժամանակներում պարզվեց, որ հերավար ուսուցման ձևերը իրանք կարող են լինել արդյունավետ։ Եվ այս է մեր ճանապարհը, որով մենք գնում ենք եւ կարծում եմ, որ դա էֆեկտիվ ճանապարհ է եւ նաեւ մենք ուսուցիչների, մենթոր դպրոցների ինստիտուտ ենք ներդնել, որպեսզի նաեւ ամենաբարձրորակ ուսուցիչները նաև հանրապետությունում շրջելու եւ գործուղվելու հնարավորություն ունենան տարբեր տեղերում դասավանդվելու։ Դա ամենակարևոր խնդիրն է եւ լուծում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն հնարավորության համար Global Bridge աշակերտն եմ Global Bridge կրթահամալիրի Մելիքով Մարկ
Պարոն վարչապետ, հաշվի առնելով Հայաստանում իրականացվող եւ նախատեսվող ամերիկյան ներդրումների ծավալների աճը, ինչպես նաեւ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում JD Vance-ի այցը Հայաստան կցանկանայի տեղեկանալ։ Ինչ կոնկրետ մեխանիզմներ եւ վերահսկողական գործիքներ է կիրառում կառավարությունը, ապահովելու, որ ԱՄՆ ներդրումների ծրագրերը համապատասխանեն Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրությանը, միջազգային էկոլոգիական չափանիշներին եւ կայուն զարգացման սկզբունքներին։ Մասնավորապես կա արդյոք հստակ ռազմավարություն խթանելու շրջակա միջավայրի բարենպաստ եւ կայուն զարգացմանը միտված ներդրումներ, ինչպես նաեւ նվազեցնելու հնարավոր էկոլոգիական ռիսկերը։ Շնորհակալություն։ Ընդհանրապես մենք նաեւ միջազգային պարտավորություններ ունենք կոպ ձևաչափի շրջանակներում եւ այդ թվում գիտեք, որ այս տարի աշնանը Երևանում տեղի է ունենալու կենսաբազմազանության կոպ 17 գագաթաժողովը եւ իհարկե դա մեր խնդիրն է, ընդ որում մենք խնդիր չենք դնում ամերիկյան, ոչ ամերիկյան, ցանկացած ներդրում մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ժամանակակից էկոլոգիական ստանդարտներին համապատասխանեն, բայց այդտեղ էլի ասում եմ, այդտեղ կրթության հարց կա, որովհետեւ հնարավոր չի ուղղակի վարչական որոշումներով այսօր 5 շաբթի է, այնենց անել, որ 2 շաբթի արթնանանք եւ տեսնենք երկիրը ամբողջությամբ մեր ուզեցած ստանդարտներին համապատասխանում է։ Դա իսկապես սկսում է կրթությունից, որովհետեւ մենք էկո գիտակցության խնդիր ունենք։ Մենք պետք է փոխենք այս ընկալումը։ Ես ուրիշ բան եմ հիշում եմ իմ մայրական գյուղը, Հաղարծին գյուղը, երբ որ 2019 թվականին մենք ամենակոշտ ձևերով այդ անտառները կտրելու ճանապարհները փակեցինք ու այնտեղ մեծ բողոք եղավ եւ այլն, ես գնացի մարդկանց հետ խոսեցի եւ այն ժամանակ էլ ասում էի, որ գիտեք, ասում էի, մեր խնդիրն է նա ձեզ ապացուցել, որ դուք առանց ծառը կտրելու ավելի շատ գումար կարաք աշխատեք, քան թե ծառը կտրելով։ Եվ հիմա երբ որ դուք Հաղարծին գյուղի մեջով անցնեք, կտեսնեք, որ ճամփեզրին տարբեր ձևերով գունավորած վիլիսներ են կանգնած, տենց տանիքները կտրած նիվաներ են կանգնած եւ այլն, որով նախկինում անտառից փայտ էին իջեցնում, հիմա մարդ են բարձրացնում անտառ եւ ավելի շատ գումար են աշխատում։ Ես նկատի ունեմ ինչի տենց, ես դες ուրիշ բան ասեմ, միջազգային լուրջ ներդրողները ընդհանրապես իրանք այդ ստանդարտից դուրս ներդրումներ չեն անի։ Գիտեք ինչի, որովհետև երբ որ խնդիր առաջանա, ամենաթանկ բանը ներդրողի համար գիտեք որն է, ռեպուտացիան է իր համարումը, որովհետև եթե իր հետ որևէ նեգատիվ պատմություն կապվեց, իր բաժնետոմսերի գները բորսայում սենց գլորվելով իջնելու են եւ ինքը կորցնելու է փող, բայց իհարկե մենք այսօր Հայաստանում ունենք ստանդարտներ ներդրված։ Այստեղ ուրիշ խնդրեմ կա, մենք մեր ներդրած ստանդարտներին ինչքանով ենք լուրջ վերաբերվում, բայց սուբյեկտիվ եւ օբյեկտիվ հարցեր էլ կա, որովհետեւ եթե մենք մեր ներդրած ստանդարտներին լրիվ ամբողջությամբ սկզբունքորեն վերաբերվենք, կարող է մեր երկրի տնտեսության կեսը ուղղակի կանգնի։ Բայց լուծումը այստեղ որն է, համակերպվելը ոչ մի դեպքում, լուծումը հետեւողական քայլ գնալ առաջ։ Եվ իմիջայլոց ասեմ, որ ես հիշում եմ, երբ որ 2018 թվականից ես անդադ բարձրացնում էի Հայաստանում կոնյակի բրենդի արտադրության ստանդարտների հարցը եւ ամեն անգամ ասում են լավ, դե մարդիկ աշխատում են, արտահանում են, էս են անում, տնտեսությանը կվնասենք, աշխատատեղերը կփակվեն, էս կանեն, մի տարի, հաջորդ տարի, մյուս տարի, ամեն տարի համոզելով, միջև որ արտաքին Հայաստանից դուրս այդ խնդրի առաջ ոլորտը կանգնեց եւ հիմա մենք ասում ենք, որ այն ժամանակ ասում ենք, հիշում ենք, ես ինչի համար եմ ասում, հիմա նաեւ շրջակա միջավայրի նախարարությունում 2 օր առաջ ենք քննարկում, որովհետեւ եթե մենք բնապահպանական ստանդարտներին չհամապատասխանենք որպես երկիր, հենց կոպում ստանձնած պարտավորությունների շրջանակներում, մեր երկրից արտահանվող ապրանքների վրա դա ածխածնային տուրք է կոչվում, մասնավորապես Եվրամիություն շուկա, եթե երկիրը բավարար չափով միջոցներ չի ձեռնարկում ածխածնի արտանետումների քանակը նվազեցնելու եւ բնապահպանական միջավայրին եւ ստանդարտներին համապատասխանելու, այդ երկրի ցանկացած արտադրանքի վրա լրացուցիչ մաքսատուրք է
գոյանում, այսինքն տնտեսությունը մրցունակությունը կորցնում է։ Այնպես որ այս պարտավորությունների շրջանում մենք պետք է անպայման գնանք առաջ, ուղղակի խնդիրն է, որ դա պետք է հետևողական անել եւ դա որոշակի ժամանակ կտևի։ Բարև ձեզ, ես Նարեկն եմ Մաթեոսյան, Գյումրիից, սովորում եմ ֆոտոն վարժանում։ Պարոն վարչապետ, հարցս Գյումրու երիտասարդ քաղաքացիների կրթության մասին է։ Գյումրիում ինչ նոր ծրագրեր կամ ներդրումներ են նախատեսում երիտասարդների համար։ Ընդհանուր առմամբ նախ գիտեք, որ Գյումրիում Արտուր Ալեքսանյանի անվան մարզական կենտրոնն են կառուցում, որը շատ մեծ նախագիծ է, եւ հույս ունեմ, որ առաջիկայում մենք այդ նախագիծը կիրագործենք եւ իհարկե 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակներում մենք ունենք ծրագրեր իրականացնելու եւ առաջիկայում մենք որդեգրելու ենք 100 մարզադպրոց, մարզական կենտրոն, երաժշտական կամ արվեստի դպրոց ծրագիրը, որը արդեն այդ ծրագրի շրջանակներում նաև կոնկրետ ներդրումներ կանենք, այդ թվում Գյումրի քաղաքում, եւ այս ընթացքում հսկայական մենք ներդրումներ ենք արել Գյումրիում, այդ թվում Գյումրիի պատմական կենտրոնը վերականգնելու, բարեկարգելու տրամաբանությամբ եւ կարծում եմ վերջին տարիներին Գյումրիում ներդրումային միջավայրը եւ տնտեսական կյանքը աշխուժացել է։ Հիմա շատ ուրախ եմ արձանագրել, որ նաև Գյումրիում Վիզեր ընկերությունն արդեն Գյումրի օդանավակայանից թռիչքներ իրականացնում եւ այս տնտեսական կյանքը իր հետ կբերի լրացուցիչ աշխուժություն, հույս ունեմ այդ թվում նաև երիտասարդական կյանքը կաշխուժանա, կրթության, արվեստի եւ իհարկե մենք երիտասարդական կենտրոնների ծրագրեր ունենք, որը ենթադրում եմ, որ առաջիկայում նաև Գյումրի կհասնի այդ ծրագրեր, եթե արդեն չի հասել։ Շնորհակալություն։